հայրենասիրությունը կամ առհասարակ ինչ է սերը։ Դեպի սեր տանող ճանապարհները տարբեր են, բայց մի բան հստակ է. իսկապես սիրելու համար պետք է ճանաչես։ Հայրենիքը սիրելու համար պետք է ճանապարհորդես ու ճանաչես մարդկանց։ Սկսեցինք բացահայտել ու այլ աչքով, նոր աչքով տեսնել Հայաստանի մարզերը ու ամենակարևորը մարդկանց։ Ուրախ հավես համերգները հենց կայանում է մարզերում։ Մնացի վերելակի մեջ, հենց համերգասրահի Այսինքն դու ինչ-որ տարբերակ ուշանալու պիտի գտնես ամեն դեպքում։ Կան նաև կադրեր, որոնք չեն տեսել հեռուստադիտողները։ Բայց տեսել է մեր թիմը։ Մի հատ հարց կարելի է խնդրում թեմայից դուրս ծեվակ, բայց չես ասում, չէ գավառցի է։ Չէ, ասում քյավարցի է։ Այսքան մեծ սարդ, սենց այսպես բարձացավ։ Դահլիճում չես կարող այդքան մարդ տեղավորել, իսկ հրապարակներում 30-40 հազար մարդիկ են լինում։ Տարիներ անց ես արդեն խոտ եմ հնձում։ Բայց քեզ միևնույն է, կոլխոզ չեն ընդունում։ Ես համաձայն չեմ։ Հայաստանի բնակավայրերում մարդիկ շատ տարբեր են, իրենց բարբառով, կենսակերպով, բնավորությամբ ու ավանդույթներով, բայց ընդհանրություններն էլ քիչ չեն։ Մենք նման ենք մեր հյուրասիրությամբ, բաց սրտով եւ հայրենիքում ապրելու ու արարելու շատ կայուն որոշմամբ։ Հայաստանը ճանաչելու եւ ճանաչելի դարձնելու տարբերակները նույնպես տարբեր են։ Հանրայինը հավատարիմ է Հայաստանին ծանոթացնելու իր առաքելությանը։ Մեր եթերում մենք անընդհատ շատ տարբեր ձևաչափերով անդրադառնում ենք մեր մարզերին եւ այդ մարզերում ապրող մարդկանց։ Բայց ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել անձամբ, քան բազմիցս հեռուստացույցով։ Եվ հանրայինը որոշեց բոլորիս հրավիրել Հայաստանի մարզեր։ Այդպես ծնվեց ֆեստիվալ երաժշտական զբոսաշրջային փառատոնը։ Եվ այսօր, իհարկե, մենք անդրադառնալու ենք մեր բոլորիս ֆեստիվալյան քառամյա ճանապարհորդությանը եւ երաժշտական ռիթմերը նույնպես լինելու են շատ ֆեստիվալյան։ Այս երեկո նույնպես մեզ հետ լինելու է Darwin's Project-ը։ Ֆեստիվալյան ճանապարհորդության ժամանակ նա չի վախեցել ամենաէքստրեմալ փորձառություններից, բայց դրա դիմաց արժանացել է այդ մարզերի համովագույն ուտեստներին։ Մանե Մխոյան։ Հանրայինը նրան հրավիրեց լինելու եւ ամառային եւ ձմեռային ֆեստիվալների մի մասը, բայց նրան այդպես էլ կոլխոզ չընդունեցին։ Համլետ Արաքելյան։ Ախ ես քեզ ոնց չսիրեմ, կանան արևեսինյա, ես սիրահար պատանի, քեզ բերել եմ մատանի։ Ֆեստիվալյան ճանապարհորդության ժամանակ մարզային լրագրողների չափ ուղիղ եթեր ապահոված Ռուբեն Մուրադյան։ Ախ ես քեզ ոնց չսիրեմ, կանան արևեսինյա, ես սիրահար պատանի, քեզ բերել եմ մատանի։ Արի բացել տանդուրը, ասա բարով ես եկել, թող աշխարհը իմանա, քեզ տանելու եմ եկել։ Դե բարով եք եկել, արդեն իմ տաղավար, միշտ ես եմ գալիս ձեզ մոտ, եթե հիշում եք հանդիպում առաջինումի մասին խոսելիս սկզբում ինչպես եւ բոլորս եկանք առավոտ լուսոյում, երբ որ խոսում էինք այն մասին, որ մի օր դուք եք գալու իմ տաղավար, այդպես էլ եղավ։ Ես ու Ռուբենն էինք, այո։ Այո, երկուսով էիք։ Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Շնորհակալություն ջերմ հրավերի համար։ Վերջապես, որտեղ միշտ ես եմ գալիս, դուք ինձ մոտ չեք գալիս։ Դե մի քիչ ուշ էր, բայց կարևորը եղավ, այն ինչ որ եղավ։ Շատ Ուշ են գալիս, բայց երբեք ոչ ուշացած, Ռուբեն։
Դե ինչ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ մեզ նվիրեց ֆեստիվալ երաժշտական զբոսաշրջային փառատոնը եւ մենք ձեր շնորհիվ եղանք եւ շարունակում ենք լինել Հայաստանի մարզերում։ Եվ իհարկե յուրաքանչյուր ֆեստիվալից առաջ մի ամբողջ մեծ թիմ մեզ նվիրում է մարզի մասին ֆիլմ եւ իհարկե իմ սիրելի մանեն ամենաէքստրեմալ, ամենադաժան պայմաններում ինչ ասեն, ասի ես կանեմ։ Հիմա ասա ինչու եւ ինչպես։ Ես սիրում եմ իմ ընկերներին։ Մենք անդրադառնանք դրան, իհարկե։ Իրականում դա նվեր էր բոլորից, որովհետև մենք էլ սկսեցինք բացահայտել ու այլ աչքով, նոր աչքով տեսնել Հայաստանի մարզերը ու ամենակարևորը մարդկանց այնտեղ ապրող։ Սկզբում շատ ճիշտ նշեցիր, ես փոխհատուցում էի ստացել ամենահամեղ ուտեստները մարզային, բայց ես ինքս այդքան էլ էքստրեմի սիրահար չեմ։ Իսկ Գախնիկ, սիրելի հեռուստադիտողներ, այո, բայց այնուամենայնիվ պետք է ավելի շատ սիրել ընկերներին, քան վախենալ տարօրինակ երևույթներից եւ գնալ այդ փորձություններին ընդառաջ, որովհետեւ դե ամեն դեպքում սիրել ընկերներին ավելի կարեւոր է։ Նա հիմա պատմիր Համլետ։ Ես հիշում եմ մի դրվագ։ Ես նայում էի հեռուստացույցով։ Ահա։ Երբ մանեն թռչում էր օդում, դու Մի քանի հազար մետր բարձրությամբ դու սուրճ էիր խմում։ Հիմա ինձ ասա, բանասիրական գիտությունների տեխնացու։ Ինչու թիկունք չեղարես մարդու։ Եվ ինչու դու չէիր թռնում։ Եվ ինչու դու չէիր թռնում եւ ասա, ի վերջո ինչու քեզ չընդունեցին կոլխոզ։ Այո, իրականում բոլորը գիտեն, որ ես վախում եմ բարձրությունից եւ անկումներից, իսկ zipline-ով երբեք չեմ թռել, եւ դա պիտի լիներ առաջին փորձառությունը։ Ես ուղղակի չէի ուզում, որ այդ կողմից մարդիկ ինձ ճանաչեին եւ մանեն եկավ ինձ փրկության։ Բայց ես էլ եմ վախենում բարձրությունից։ Բայց այդտեղ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պահին երբ որ կանգնած էինք, ես շատ լուրջ ոգևորում էի մանեին եւ ասում էի Մոտավորապես այս դրվագն էր։ Պատկերացրեք, բայց բան չկա, նա տես, հագիստ։ Հակառակ կողմում քեզ սպասում է ծառեր, ամպեր եւ անդունդ։ Ու ուրիշ ոչ մի բան չկա, ու ես նայում եմ այդ անդունդին, թիկունքում նկարահանող թիմն է, որը վարքյան սպասում է, որ մենք չուշանանք ռեժիմից, եղանակը չփոխվի, նկարահանման բոլոր խնդիրներով։ Համլետը սուրճը ձեռքին, տակ, թարմ, բույրը տարածվում է տարածքով, ու մոտավորապես ես կանգնած նայում եմ այդ անդունդին, Համլետը շատ լուրջ առանցնել ասում, չվախենաս, շատ լավ է։ կողմ։ Հեսա մի վարքյանից չես գալու տարապես եւ այլ եւ մանեն ծրավ։ Իսկ ես սարսափում էի այդ ամենից։ Բայց արժեր։ Հա, հետ գալուց արդեն բաց ձեռքերով եմ եկել հետ։ Հետո համոզում էր, որ մի անգամ էլ առանց տեսախցիկի ես փորձեմ ամեն դեպքում, ինչպես հասկացաք, մինչև օրս չեմ փորձել։ Այդ լավեշ նկարանում են անում, որ տեխնիկական խնդիրներից ելնելով այնտեղ ռեկի կոճակը չէին սակմել։ Այո, տեսախցիկներից մեկը չէր աշխատել այդ բանը։ Այդ ամեն ինչը ինչ որ տեղեր ունեցել մանեի վախերը, սպասումները մի քիչ որովհետև թիմը լարված սպասում էր ինձ եւ իմ էմոցիաների արտահայտմանը, դա էր պատճառը, որ տեսախցիկներից մեկը, բայց մնացածը նկարել էին եւ մենք ունենք այն կադրերը, որը հեռուստադիտողը արդեն ֆիլմերի ընթացքում տեսել է, բայց կան նաեւ կադրեր, որոնք չեն տեսել հեռուստադիտողները։ Բայց տեսել է մեր թիմը։ Այո, տեսել է մեր թիմը։ Ինչպես Համլետ օրինակ ճանապարհին ինձ եգիպտացորեն ուտելու ընթացքում, դե գնում էինք Դիլիջանի ոլորաններով եւ որոշեցինք կանգ առնել ու վայելել։ Համլետ ասեց, արի այստեղ ճոճանակ կա, ես քեզ ճոճորեմ։ Ճոճորենց ընկա եգիպտացորենը ծեր։ Այդ ոնց է։ Ու դու շարունակեցիր ուտել այդ եկի։ Դրանից հետո եմ թռել։ Հրաչուի դրանից հետո եմ ես թռել։ Ոչ թե միշտ։ Դու դեռ դրանից հետո էլ թռել ես։ Այո, դրանից հետո նույնիսկ ձյու հետ եմ ես շփվել։ Դե առաջին փորձը ճոճանակ էր, Ամեն դեպքում ես գոնե ինձ համար ֆիքսեցի, որ Համլետը դեռ այդ zipline-ով չի թռչել, եւ այդ բացը պետք է ինչ-որ ձևով լրացնել հետագայում։ Դա աստված ինչ։ Բայց խնդրում եմ, ես կամ, հա, այդ օրը։ Անպայման։ Եթե անգամ դու ներկա չլինես անձամբ, ես քեզ հոլովակները կապահովեմ միանշանակ եւ իհարկե ծափահարենք այն թիմին, որը տարիներ շարունակ մեզ նվիրում է այդ ֆիլմերը եւ վավերացնում է ձեր այդ բոլոր պահերը։
Բայց կարող եմ ես մի բան ասել, հիշում ես որ ծառ էինք տնկում եւ Իհարկե հիշու, ես եմ փորել։ Եվ ես չէի կարող այդ ծառը տնկել, հա? Հիշենք, բայց ես ֆեստիվալային ֆիլմերի ընթացքում նաեւ մեծ էվոլյուցիա եմ ապրել։ Օրինակ տարիներ անց ես արդեն խոտ եմ հնձում։ Բայց քեզ միևնույն է, կոլխոզ չեն ընդունում։ Դե լավ։ Դա ինչի եք այդքան ասում, որ կորխոս չեն Չես տեսել այդ հոլը։ Այս վերջինը բաց է թողել։ Համլետը շատ սիրուն փորձում է ինչ-որ ձևով խոտը հնձել, բնականաբար իր մոտ չի ստացվում։ Եվ մեր այդ մարդը ով էր տարածքում կոլխոզի ով սովորեցնում էր ինչպես, այո։ Քեզ չեն ընդունեցին, քննությունը լավ չանցնի։ Չէ, ասաց, բայց քեզ չեն ընդունի, ասաց ես ուղակի բանասիրական գիտությունների տեխնատու եմ, բայց վերջինը չընդունեցին։ Բա Առավոտները մարզերում ինչպես են սկսվում, Ռուբեն, որովհետև առավոտ լուսոն արտակարգ ռեժիմով միշտ առավոտները սկսում է մարզերից։ Դե պատվեք։ Ֆանտաստիկ է։ Սարդը բարձացավ արդեն։ Սարդերը միշտ կան։ Սարդերը ինչ է մրճում։ Մենք հիշեցնում են նրանք, որ մենք երբ որ Գեղարքունիք էինք այցելել ու այնտեղ պետք է անցկացվեր ֆեստիվալը, շատ գեղեցիկ մի վայր էին գտել մեր օպերատորները, մեր ռեժիսորները, մեծ թիմը, անկեղծ շատ գեղեցիկ էր։ Մեկ հատ այնտեղ ծառ կար, այդ ավազն էր, սևանն էր, շատ գեղեցիկ։ Այո, շատ։ Բայց մի խնդիր նույնպես կար, որովհետև այդ շատ գեղեցիկ վայրում բնակիչներ կային։ Միջատներ, շատ։ Բայց քանի որ նրանք երեկոյան եկել են, նայել են, այդ ամեն ինչը շատ նորմալ է, ամեն տեղից իրենց հաստատումները ստացել են։ Դե ժամանակ էլ չկա, որ հանկարծ միջավայրը արագի մեջ շատ արագ պետք է փոխվի։ Մենք եկանք, նստեցինք, մեր հյուրերը եկան։ Հյուրերից մեկի ընթացքում սարդը ուղակի բարձրանում էր նրա վրայով։ Սարդը։ Վիճակի վրայով մեծ սարդը քայլում էր։ Հրաչուկ այսքան մեծ սարդ սենց այսպես բարձրացավ, դիմացից պտտվեց, այս վզի հատվածով։ Ես ու Անին Խաչիկյան ինչքան այդ սարդը իջնում էր, մենք այդքան հետ էինք գնում։ Որտեղ դու չգիտես ինչ անես, որ վարքյանին այդ մարդու դեմքին կգնա, գուցե վտանգավոր է, ուղիղ եթերում ես դու ականջի մեջ մենակ հրահանգներն ա գալի, մեր ականջակալներով, որ հանգիստ նստեք, եթե ինչ մենք միանգամից կադրը շուռ կտանք, փոխենք դեպի ձեր կողմ, այնտեղ էս ինչ որ մեր աշխատակիցներից որ մեկը կվազի, մի բան իրանք կմտածել են, բայց դե մենք այդքան մանրամասնություններ չգիտենք, անընդհատ լարված ենք, ինչ ա լինելու վերջը։ Դա հեչ, մյուսը մեր ոտքերը արդեն միջև ծնկներ մրջուններն ու միջատներն են բարձանում։ Մեր ադմինիստրատոր Արմինեն Նիկողոսյանն էր, Լուսինեն Մոմջան, մյուս երեխեքն էլ ամեն դադարից հետո երբ որ տեսահոլովակ էր կամ տեսանյութ էր, որ մենք տալիս ենք տեսանյութ, այդ մի 2-3 րոպեվա ընթացքում այդ նյութերը առած վազելով գալիս են միանգամից կնեն փչել։ Փչում են մեզ ոտից գլուխ, այդ տարածքը նստում ենք ընդամենը 5 րոպե հետո նորից այդ հոսքը գալիս էր ու գալիս էր։ Դե ուղիղ եթերը տևեց, չգիտեմ, մի 3 ժամ։ 3 ժամ, շատ երկար է։ Չէ, կար 4 ժամ էլ է եղել, 3-ը մինիմումն է։ Առաջին ֆեստիվալը Վանաձորում եղել է 4 ժամ։ Ուղիղ եթերը։ Իհարկե հերոստատիտողը տեսնում է վերջնական պատկերը, բայց չի պատկերացնում, որ օրեր առաջ առավոտ լուսոյի ամբողջ թիմը գնում է, հաստատում է, տեսնում է եւ մեզ նվիրում է այն եթերը, որը մենք հետո տանը սուրճ խմելով վայելում ենք։ Մեկը ես հաստատ այդպես Հավատարիմ հերոստատիտողներից է։ Այո, ես առավոտ լուսոյի հավատարիմ հերոստատիտողներից եւ հյուրերից։ Եվ իրականում շատ նաեւ կարծում շնորհակալության արժանի է համայնքների աշխատանքը, որովհետև բացի այն, որ մենք գնում ենք, մեզ նաև Հայաստանի տարբեր համայնքներում եւ հատկապես այն համայնքներում, որտեղ որ ֆեստիվալը լինում, շատ լավ են ընդունում եւ միշտ դա համայնքի համար մեծ իրադարձություն ու մեծ տոն է դառնում ու մենք էլ լիցքավորվում ենք տեսնելով թե ինչպես է մարդկանց կյանքը թեկուզ կարճ ժամանակով, բայց լրիվ այլ գույներ ստանում ֆեստիվալյան։ Ինչ է տեղի ունենում առհասարակ ձեր նկարահանումների ժամանակ, որովհետև շատ տարբեր պայմաններում եք աշխատում, դե մրջուններին, սարդերին ֆիքսեցինք արդեն, շոկ, մի ֆեստիվալը, երբ հիշում ես արտաշատում էր առաջինն անցած տարի, հաջորդ կանգառը Հրազդանում։ Մեր արտաշատում դե անսահման շոկ է այնտեղ, ավելի շոկ երևի քան Երևանում, ու մեր տարածքը շատ գեղեցիկ, եկեղեցու բակում այնտեղ փորձում էինք հարմարվել արևի
արևին, որովհետև ամեն հաջորդ տեսանյութից հետո արևը մի քիչ հեռու էր գնում ու նկարահանող թիմը արագ այդ 2-3 րոպեի ընթացքում հավաքված տաղավարը տեղափոխում էր մի փոքր այս կողմ ու անընդհատ արևին հարմար գալիս էինք։ Այդ խայտառակ շոկից հետո գնում ենք Հրազդան, որտեղ խայտառակ ցուրտ էր, որովհետև մենք նստած էինք շատ գեղեցիկ լճի ափին, բարձր էր ավելի ու ներքևից քամի էր խփում։ Հա, ոնց որ խաչմերուկի վրա լինենք ու այդտեղ շատ կողքը մայրուղին էր, դատարկ տարածություն եւ այն ներքևից շատ ուժեղ քամի էր խփում մեզ վրա, իսկ նկարահանող թիմը կանգնած էր արևի տակ։ Իրենց մոտ շոկ, մեր մոտ սառնամանիք։ Այս հատվածս ընդհանուր քարացել էր ու երբ առաջարկում էին ընդմիջումների ժամանակ գոնե գնալ արևի տակ մի քիչ տաքանալ, արդեն լավ, արդեն սովորել էի։ Արդեն պետք չի։ Բայց շատ իրականում տենց տարօրինակ էր, որ հենց դադար էր նորից լինում տեսանյութ կամ տեսահոլովակ, երկու հոգի կանգնում ու վազելով գնում են արևի տակ կանգնում էին սենց։ Նրանք փախտում են հովին որ գան, մենք մեզ մոտ իրականում անկեղծ շատ ցուրտ էր։ Ռեալ այդ կողմը որ կողմից որ փչում են ընդհանուր խոսափողը տեղափոխել ամեն ինչ մտածում էին տղերքը որպեսի մաքուր ձայնագրվի հանկարծ խնդիրներ չլինի բայց քամին անտանելի էր դրա դիմաց պայքարը էլ ներսից էլ վերնաշապիկի տակից էլ ամեն հնարք մտածեցին բայց միևնույն է քամին բնության դեմ չկարողացան Ինչ կար ջերմուկում ինչ կար Շատ դա իսկական փորձ էր դա առաջին ձմեռային ֆեստիվալներ իրականում այս տարի եւ իհարկե շատ հրաշալի մթնոլորտ էր նոր տարի տրամադրությունը տոնական եւ այլն բայց քույրդ էլ բերում էր այդ օրը ինձ համար յուրահատուկ էր ավելի շատ այո բայց անսահման ցուրտ էր եւ ես ու մանեն պիտի եւ կարողանայինք ձեր քի սառնությունը կառավարել որ բռնենք խոսափող եւ ձեռնոցով չլինենք սցենարը եւ չլինենք ձեռնոցով եւ այդ ընթացքում կարողանանք շարժվել որովհետեւ այնքան ցուրտ էր որ նաեւ դժվար էինք շարժվում դրամատուրգությունը ճիշտ լիներ եւ շնորհակալություն նաեւ մեր թիմին որովհետեւ նրանք մեզ ապահովել էին հատուկ տաքացուցիչներով եւ այո մեր կոշիկների տակ հարմարեցրել էինք դրանք շատ գուլպաներ էինք հագել որպեսզի չմրսենք եւ չէինք կպնում սառույցին որովհետեւ շատ էր երբ երկար կանգնում էին մի տեղում կպնում էր ոտքերը այդ սառույցին մոտավորապես այդ տիպի ցուրտ էր բայց լավն էր ջերմուկի որ բացի մեր հայրենակիցներից որոնք հանգստանում էին եւ իրենց ամանորն էին անցկացնում նաեւ շատ զբոսաշրջիկներ կային այդ շրջանում ջերմուկում ու նրանց համար էլ բացահայտում էր նաեւ ֆեստիվալը եւ հույս ունենք որ դարձավ նրանց համար էլ սովորություն ամառը գալ Հայաստան մասնակիցը լինելու ֆեստիվալը բայց այս տարի արդեն ոչ միայն ամառը հեքիաթային էր իսկապես ջերմուկ իսկապես հեքիաթային էր ես էլ էի եկել որպես հավատարիմ եւ հերոստատիտող եւ հանդիսատես ֆիլմը նայելուց առաջ տեսա որ Կոնի Մուրաբա է կուտու եւ առաջին բանը որ արեցի գնացի Կոնի Մուրաբա գնելու ջերմուկում եւ հավանեցի հիմա ինձ ասեք դուք էլ գնում եք որովհետեւ ֆեստիվալի ժամանակ բայց լավ բան եք ասում կփորձեմ բայց ֆեստիվալի ժամանակ լինում է մինչ այդ մեծ վաճառք տեղական արտադրանքի ծառայությունների գնում եք պտտվում եք ինչ որ բաներ Ես փորձում եմ այդ ժամանակահատվածը, եթե լինում է եթեր, ապա համերգային ծրագիրը ընդմիջում ենք ունենում, հասցնել եւ մասնակիցը լինել նաեւ տոնավաճառի, բայց մենք ունենք առավելություն։ Մինչ ֆեստիվալի օրը շատ շատերի հետ մենք արդեն հասցնում ենք շփվել թե ֆիլմերի նկարահանումների ընթացքում, թե նախնական այցերի, հերիք չի նվերներ ենք ստանում, տեղում փորձում ենք, հետո գնում ենք եւ այդ օրը արդեն առաջարկում ենք մեր ընկերներին ծանոթների մոտից գնում անել։ Եվ ես հիշում եմ, ես Գավառի ֆեստիվալը ցավոք բաց եմ թողել, որովհետև երկրում չէի, կա մի լեգենդար պատմություն։ Փախլավայի մասին, որ այնքան լավ է եղել տոնավաճառի վաճառքը եւ այնքան շատ են հավանել հետաքրքրությունը, այո, Փախլավայի Գավառի, որ այդ նույն Գավառի փախլավան սիրուն եկել էր Սիսիան ֆեստիվալի հետո եւ մենք Սիսիանում փորձելու հնարավորություն ունեցանք։ Քայլում ենք Սիսիանում, զգում ենք որ ծանոթ են այս մարդիկ։ Դու չես պտտվել, հա, ոնց որ։ Ես չեմ հասցնում։ Չես հասցնում։ Որովհետև զարմացած այսպես նայում եմ, մտածում եմ հաջորդ անգամ ուր է գնալ։ Ահա, ինչ որ բայց հետաքրքիր են այդ տաղավարները ասում։ Սիսիանում Գավառի փախլավան տեսնելը ֆանտաստիկ էր։ Նախ դա եւ հետո մենք ֆիլմերի ժամանակ նաեւ ազգային խոհանոցից ուտեստներ ենք պատրաստում, որը սովորաբար անծանոթ է լինում մեզ եւ օրինակ ես ինձ համար բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր եմ բացահայտել, որ արդեն գիտեմ թե օրինակ Հայաստանի որ մարզում ինչ է պետք փորձել։ Այդ դրանք գիտեմ, որովհետեւ մեր տաղավարը
տաղավարում են գալիս ոչ միայն այստեղ Անդրեանում, այլ նույն ֆեստիվալի տաղավարներում մեր Անուշը պաճախապայցելում է, տարատեսակ բաղադրատոմսեր է առաջարկում հենց տեղի բնակիչների շնորհիվ։ Այդ դրանց մասին լավ տեղյակ եմ։ Բայց համաձայն եք, որ մենք ինչքան էլ մեր երկիրը ճանաչում ենք, մեր Հայաստանը ճանաչում ենք կամ մինչև այդ մեզ թվում էր, որ ճանաչում ենք, ֆեստիվալից հետո լրիվ այլ տպավորություն ունենք ու լրիվ այլ մի տեսանկյուն ու ճանաչելիություն է բացվել մեզ համար, թե ուտեստների ու, չգիտեմ, բաղադրատոմսերի առումով, թե տեղանքի ինչ-որ յուրահատուկ տեսարժան վայրերով, մշակութային կոթողներով եւ ամենակարևորը մարդկանցով։ Այսինքն սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն խոսել ուղակի հերթական մեր այս մարզի կամ այն համայնքի կամ այս բնակիչների մասին կամ այս բարբարի մասին, այլ ուղիղ շփվելու այդ մարդկանց հետ, հենց այդ վայրում լինել եւ բացահայտել, որովհետեւ մենք իրականում անկեղծ մեր երկիրը չենք ճանաչում։ Դե ի վերջո ֆեստիվալը հենց այդպես էլ ծնվեց, որովհետեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի մտահղացումը հենց այդտեղ էր, ավելի ակտիվացնել մեր մարզերի եւ մշակութային կյանքը եւ մեզ ծանոթացնել այդ մարզերի կյանքին ու այդ մարդկանց։ Որն է եղել ձեր գլխավոր բացահայտումը։ Իմ կարծիքով մարդիկ, այն ամենամեծ ջերմությունը, որ դու ստանում ես տեղաբնակներից, դա խոսքով չես կարող փոխանցել։ Այն էներգիան ու այն ջերմությունը, որ կա տեղացի մարդկանց մեջ, իրենց հենց բարբարով սկսած, այդ համ ու հոտից սկսած։ Այն որ մենք հյուրընկալ ենք, դրա մասին ավելորդ է խոսել, որովհետև մենք մեզ ճանաչում ենք, բայց այդ ջերմությունը շատ հաճախ եւ այդ հյուրընկալությունը մնացած այն ամեն ինչը ավանդույթներին հավատարիմ մնալով ինչ որ տեղի ունենում մարզերում։ Ցավոք սրտի Երևանում մենք ժամանակ չունենք, ինչքան էլ մենք վերակրողներն ենք, չկա, մենք ժամանակ չունենք միասին սուրճ խմելու։ Ինչքան էլ մենք գործընկերներ ենք, ընկերներ ենք գործից դուրս, իսկ այնտեղ այդ ժամանակը շատ ճիշտ է ընթանում, ամեն ինչը համաչափ գեղեցիկ իրենց տեղերում է։ Այսինքն դարակները շատ այսպես կոկիկ հավաքված են այնտեղ, ամեն մեկը իր հստակ իր ժամանակն ունի։ Եվ չի վերացել այդ ջերմությունը ամենակարևորը, շփումը։ Վստահ եմ երեկոները նրանք խարույկի կամ չգիտեմ մի հատ թեյախմության շուրջ հավաքվում են, խոսում են, ինչքան էլ հոգնած են, ինչքան էլ արտից է եկել, ինչքան էլ ինչ-որ մի աշխատանքի ֆիզիկական արել, որը վառ ապացույցն է։ Դու այնտեղ ես իրենք ամեն ինչ թողնում ու քեզ հետ անցկացնում են մի մեծ օր, մի ժամանակ, իրանց համար դա շատ կարևոր է այդ օրն էլ։ Բայց այդ ջերմությունը, որ դու վերցնում ես ու քեզ հետ գալիս ես քո քաղաք կամ քո տուն, դրանով այդ մոտիվացված, այդ էներգիայով լցված լրիվ կյանքը ընթացքը կյանքիդ փոխվում է։ Ու հետո մի կարևոր բան կա, որ ֆեստիվալի ընթացքում ճիշտ է, այս արդեն 10-ից ավելի ֆեստիվալների ընթացքում նաև ընտրվել են կենտրոնական քաղաքներ, մարզկենտրոններ եւ այլն, բայց նաև շատ հաճախ ընտրվում են քաղաքներ, համայնքներ, որոնք գուցե ստվերված են եւ ներգնա туриզմի տեսանկյունից եւ ընդհանրապես մեր հայրենակիցների այդ տարածաշրջանի ինֆորմացվածության առումով ու շատ հետաքրքիր բացահայտումներ եմ ես օրինակ ինքս ինձ համար արել, որ հարցրեցիր որներ ինձ համար օրինակ բացահայտումը, ես ֆեստիվալի շնորհիվ սիրարվել եմ Սիսիանին։ Ես միշտ Սիսիանում եղել ուղղակի անցնելով, այսինքն երբեք երկար ժամանակ չէի անցկացրել, մարդկանց չէի ճանաչել, չէի շփվել, բայց ինձ համար օրինակ Սիսիանի ֆեստիվալը ամենատպավորիչ ֆեստիվալներից մեկն է եղել, որովհետև ես ճանաչեցի մարդկանց, որոնք ինձ համար մեծ գանձ են ուղղակի, ես երբեք չէի պատկերացրել, որ Սիսիանում կարող է այդքան գրկաբաց ու չգիտեմ, սիրով լի տրամադրություն լինել։ Ոչ թե որովհետև չէի սպասում, այլ որովհետև երբեք չէր ստեղծվել առիթը, որ ես դրա մասին իմանամ։ Բայց քանի որ տղաները նշեցին եւ վստահ եմ նաեւ հեռուստադիտողների համար ֆեստիվալը եղել է կա ու շարունակելու է մնալ Հայաստանը եւ հայերին բացահայտելու հնարավորություն, պիտի ասեմ նաեւ կուլիսային կյանքից, սա նաեւ հնարավորություն էր մեզ բացահայտելու մեր գործընկերներին, որովհետեւ ամենաանհավանական իր օդում ջրում ցամաքում մենք աշխատել ենք տարատեսակ պայմաններում, սառն է եղել, ցուրտ է, իրավիճակներ շատ մեկը, ինչ ասես եղել է, ինչ իրավիճակ ասես եղել է, դե պատկերացրու հարմարավետ տաղավարից դուրս են գալիս եւ աշխատում ենք անծանոթ միջավայրում, ու այդտեղ բացահայտվում են մարդիկ։ Եվ օրինակ ես ինձ համար շատ ճանապարհի լավագույն ընկերներ եմ ձեռք բերել հենց ֆեստիվալի շնորհիվ, որոնց հետ մենք աշխատում էինք տաղավարում, ողջույն ինչպես ես եւ ավարտվում էր այդ շփումը։ Իսկ ֆեստիվալը տվեց հնարավորություն իսկապես ճանաչելու մարդկանց։ Խաղերը գիտեք ինչ հետաքրքիր է, երբ որ մենք երեկոյան գալիս ենք արդեն տեղանքին, տաղավարին, ամեն ինչ փորձել ենք, պատրաստ ենք ու հետո սկսվում են մեր ալյանսները,
տարատեսակ խաղերը, հո չենք աղմկում։ Դրա համար շատ շնորհակալ ենք։ Բայց խաղերից մեկը պատում է։ Իհարկե սա կամաց ասում է Թե ամենաառաջիններից մեկը, բայց դա չար կատակ էր ավելի շատ քան խաղ։ Գյումրիում ֆեստիվալն է լինելու, առավոտ լուսոյի հաղորդավարները լինելու են Համլետը եւ Անին։ Իսկ ես նրան շատ եմ սիրում եւ շատ լավ եմ ճանաչում։ Ու որոշում եմ, որ կարելի է մի չար կատակ կազմակերպել եւ խաղալ, ողջ թիմին համոզում եմ, որ մասնակիցը լինեն իմ չարաճճիությանը եւ առաջարկում եմ, ասում եմ եկեք ձայնային հաղորդագրություն ուղարկենք այդ ընդհանուր խմբում եւ ասենք, քանի որ Թաթա Սիմոնյանը ելույթ է ունենալու եւ դա Գյումրին է, բացառիկ համերգ է, սպասված ու ամբողջ տրամադրությունը վստահաբար շատ շատերը տեսել են արդեն, որ որտեղ էլ ելույթ է ունենում նա, միշտ ինչ որ մի համարի ժամանակ ապարում են շատ գունեղ հագուստներով եւ բմբուլներով աղջիկներ։ Ասում եմ ձայնայինով, որ պիտի փետուր հագնեն։ Չէ, որոշվել է առավոտյան եթերում դուք ունենալու եք շատ վառ հագուստ փետուրային դետալներով։ Մեկինը գուցե լինի գլխարկ, պիտի նախապես գաք հեռուստատեսություն, որպեսզի կազմակերպենք հագուստի ընտրությունը։ Եվ որ փետուրներ են ձեռքներս լինելու եւ ընդհանուր դեկորները փետուրներ են լինելու։ Մենք պիտի փետուրներով վարենք։ Ես քո դեմքի արտահայտություն եմ պատկերացնում։ Պլանշետն էլ փետուրով լինելու։ Պատասխան նամակը եկավ։ Չի կարող այդպեսի բան լինել։ Ոչ, չի կարող այդպեսի բան լինել։ Եվ մենք միջև վերջին պահը մեզ թվում էր, որ այդպես լինել, եւ ընդհանրապես Գյումրի Իմուանի ֆեստիվալյան ուղիղ եթերի շուրջ բազմաթիվ ավազակություններ կան։ Այո, այդպես է դա հայերը փորձել են մեր գլխին սարքել, ինչպես ասում են, կատակ անել մեզ։ Շատ լավ են արել։ Այո։ Եվ շատ հետաքրքիր պատմություններ կան այդ օրվա հետ կապված, այսինքն իրականում ֆեստիվալը մեզ համարել է շատ վառ տրամադրության մեջ անցնում եւ մենք էլ ենք փորձում օգտագործել այդ հնարավորությունը իրար ավելի լավ ճանաչելու։ Ճանաչելու իրար, ճանաչելու գործընկերներին, ճանաչելու մեր երկիրն ու մարդկանց ինձ համար առհասարակ Հայաստանը յուրահատուկ հոտ ունի եւ ֆեստիվալը մեզ կարծես այդ ճանապարհորդությանն է տանում ու ամեն մեկիս համար Հայաստանը իր հոտն ունի։ Ինձ համար այդ հնձած խոտի բույժն է Համլետ, որը քեզ մոտ չստացվեց։ Բայց ստացվել էր ինձ մոտ ախր։ Կպարապենք, ոչ ստացվել էր։ Սարից պիսարա ես եմ, ծիրանիտ պիծարա ես եմ, անումիտ պիտարը ես եմ, իմ անուշայաստան ջան։ Արևիտ միշողը ես եմ, եթերիտ պիտանա ես եմ, կոկարոտ արնողը ես եմ, իմ անուշայաստան ջան։ Կոկարոտ արնողը ես եմ, իմ անուշայաստան ջան։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, որ մարզ կցանկանայիք վերադառնալ։ Ռուբեն։ Ես չեմ եղել Գորիսում, կուզենայի Գորիսում լինեմ։ Գորիսում եղել եմ, բայց ֆեստիվալյան դրամատուրգությամբ եւ այս ձևաչափով չեմ եղել։ Դե շուտով։ Ամեն դեպքում բոլոր մարզերն ուզում եմ, որ մենք պատտվենք։ Հետո պատտվելուց հետո մարզերից հետո արդեն եթե ընտրվել է որևիցե մի համայնք, արդեն փոխվելու է նաեւ ձևաչափով մեկ այլ համայնք, որ ոչ մեկ հանկարծ շփում չմնա։ Իսկ այդ պատտույտը բոլորի հետ ուզում եմ շփվեմ։ Անկեղծ ուզում եմ ամենտեղ լինեմ։ Ես փորձում եմ հիշել, որ մարզում չեմ եղել ֆեստիվալի, բայց կապ չունի, հա, ինչ որ ֆորմատով բոլոր մարզերում եղել ենք ու մեծ սիրով նորից կվերադառնայի յուրաքանչյուր մարզ ու համայնք, այս անգամ այլ կանգառներով։ Օրինակ, եթե առաջին կանգառը եղել է Վանաձորում Լոռիի մարզի, այս անգամ թող լինի մեկ այլ համայնքում, մեկ այլ թեկուզ գյուղաքաղաքում ավելի փոքր, բայց դա էլ կլինի մի նոր հնարավորություն ու բացահայտելու տեղ կտա բոլորիս։ Ես շատ կուզենայի վերադառնալը չգիտեմ, բայց նորից հեքիաթային ձմեռային ֆեստիվալ ունենալ։ Չգիտեմ գուցե կրկին ջերմուկում թե մեկ այլ հեքիաթային կադրից այս կողմ շատ հեքիաթային է, բայց այդ աշխատակազմը։ Բայց լսեցիք ինչ էր կատարվում, հետո քանի հոգի ուներ թոքաբոր, դա կարևոր չէ։ Չէ, միևնույնն է, բայց շատ Կոնի Մուրաբան փրկում է թոքաբորբի։ Կոնի Մուրաբան միշտ։ Նաև շատ համեղ։ Այո։ Շնորհակալություն ձեզ մեզ այդ ճանապարհորդության ուղեկից լինելու համար եւ իհարկե շնորհակալություն մեր ամբողջ մեծ հսկայական թիմին, որը միշտ մեր կողքին է եւ ձեր կողքին է եւ ֆեստիվալը Հայաստանը ճանաչելու այդ 1,001 քայլերից մեկն է։ Շնորհակալ եմ։
դեպի սեր միլիոնում ենք այլ դեպի վեր որ երջանկությունը ուղարկի հասնելը երազանքի միլիոնում ենք այլ դեպի սեր միլիոնում ենք այլ դեպի վեր որ իմ սիրտը քեզ ամուր գրկի ես սիրում եմ քեզ ուղղակի Ֆեստիվալի համերգային մեծ բեմում ելույթ են ունեցել լավագույն արտիստները։ Այդ համերգները անցել են լեփ-լեցուն հրապարակներով։ Եվ արտիստները, եւ հյուրերը, եւ հանդիսատեսը, եւ իհարկե հանրայինի թիմը այդ հրապարակներից հեռացել են շատ ջերմ էմոցիաներով։ Առաջին ալիքի եթերում բարբերաբար ցուցադրվում են այդ համերգները, բայց արժե այսօր հենց արտիստների հետ թարմացնել մեր հիշողությունը։ Ֆեստիվալում ամենից շատ ելույթ ունեցած, շատ սպասված բոլոր մարզերում ու շատ սիրված Սոնա Ռուբենյան Կյանքը սիրելու իր բանաձևը նա առաջարկեց Արտաշատի հրապարակում։ Արի սիրենք ես կյանքը առաջարկը ընդունեցին բոլոր մարզերից։ Սարո Թովմասյան Ֆեստիվալյան բազմաթիվ համերգներ անցել են հենց նրանց երաժշտությամբ եւ հենց նրանք են հեղինակել ֆեստիվալը ազդարարող մեզ արդեն շատ ծանոթ հնչյունները, որոնք մենք այսօր լսեցինք հենց մեր հաղորդման սկզբում։ Կարեն Սևակ Բրավո։ Բարի երեկո։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում եւ հենց այս առիթով։ Նմանապես։ Հետաքրքիր է ինչ է նշանակում արտիստի համար, նույնպես նմանապես։ Ոնց կուզես, ինչ կուզես ասա։ Սոնա ջան, քանի որ մենք բոլորս շատ վաղուց ճանաչում ենք իրար, թույլ տվեք խոսենք դույով։ Ինչ է նշանակում արտիստի համար ելույթ ունենալ Հայաստանի մարզերում, նման փառատոնը ինչ նշանակություն ունի, հատկապես որ մուտքն ազատ է եւ բոլորը կարող են գալ։ Միշտ չէ որ բոլորը կարող են տոմսեր գնել եւ Երևան գալ, անգամ եթե համերգը բացօթյա եւ անվճար է, Երևանում կենտրոնացած լինելու այդ գաղափարը կարծում եմ կոտրեց ֆեստիվալը, որովհետև մարզերում համերգներ, մենք ենք հյուր գնում մարզեր, մեր մյուս քաղաքներ, իսկ կարծում եմ դա շատ ողջունելի է եւ պետք է շարունակական բնույթ ունենա անպայման։ Չգիտեմ, ես քանի անգամ եմ մասնակցել, երևի 4 կամ 5 կամ 6։ Ամենից շատը կարծեմ հենց դու։ Եղել է տարի, որ 2 անգամ եմ, 2 համերգներին եմ մասնակցել 2 քաղաքներում եւ շատ լավ հնարավորություն է ճանաչելու, շփվելու եւս մեկ անգամ այդ ջերմությունը ստանալու մեր հայրենակիցներից, ովքեր Երևանից դուրս են ապրում, որովհետեւ այդ սերը ուղղակի անգնահատելի է։ Վերջին ֆեստիվալից հետո այնքան տպավորված եմ, մինչ այսօր հիշում եմ այդ ժպիտները, համերգից հետո մոտ 1.5 ժամ կանգնել եմ ու նկարվել եմ բոլորի հետ, որովհետեւ շատ հաճելի էր, չգիտեմ, շփումը, իրենց ժպիտները, գրկախառնությունները։ Կարևոր է ավելի տաք բան չկա ինձ թվում է, չէ՞ ու կարևոր գնահատական է։ Սարո, ինչ զգացողություն է, երբ ամբողջ հրապարակ ձայնակցում է քեզ ու քեզ հետ երգում է քո երգերը։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից է։ Ինչու՞մն է կայանում այդ հրաշք նախագծի կարևորությունը, որ այն մարդիկ, շատ մարդիկ հնարավորություն չեն ունենում գան, չգիտեմ, մարզահամերգային համալիր եւ այլն։ Ես այդ ժամանակ զգում եմ այդ մարդկանց ուրախությունը, ինչքան հաճելի է անցնում։ Ես նույնիսկ ֆեստիվալ ինքս եմ կազմակերպում։ Ես էջ միացնում իմ միջոցներով, իմ ընկերների օգնությամբ, նույնիսկ մեծ համերգ արեցի ամենասիրած ուրախ հավես համերգները հենց կայանում է
մարզերում այդ մարդիկ շատ ուրախ, շատ իսկական, շատ ջերմ ընդունում են, իսկ ինչ վերաբերում է որ խոսքերը երգի կրկնում են, հետ երգում են, ցանկացած երգչի մեծ երջանկությունն է, երբ որ միասին երգում են, ձայնակցում են։ Կարեն Սևակ ֆեստիվալի շրջանակներում եւ առանձին եկելույթ ունեցել եւ շատ արտիստների հետ, որն է առանձնահատկությունը հենց ֆեստիվալ փառատոնի կամ նաեւ որն է առանձնահատկությունը, երբ մենակ եք եւ երբ արտիստի հետ եք։ Դե իմ կարծիքով արտիստի հետ ավելի հետաքրքիր է, որովհետև երաժշտությունով ինչքան փորձում ես, մեկա չի հասնում իր տեղը, որովհետև երգի մեջ կան բառեր, կա արտիստով դիրապետում է։ Հանդիսատեսը ավելի հեշտ է շփումը լինում այդ ժամանակ։ Ես համաձայն չեմ։ Խոսել հետո կավելացնես, խնդրում եմ։ Այստեղ լավի ու վատի հարցը չէ։ Չէ, այստեղ լավի ու վատի հարցը չէ։ Այդ ֆորմատը ինձ թվում է շարունակեմ կարողանալ ասացել, որ մարդիկ գալիս են հենց սպասում են այդ առավոտվանից, այդ լավ էմոցիաներով ու այդ էներգիան հավաքված, այդ երեկոյան այդ համերգին պայթում է այդ էներգիան ու դա փոխանցվում է մեզ ու մեր համար տարբերվում է մնացած համերգներից ինչով որ եւ արտիստը եւ երաժիշտները մի տեսակ ոնց որ տանը Ախ քանակը ժողովրդի, որովհետև ոչ մի դահլիճում չես կարող այդքան մարդ տեղավորել, իսկ հրապարակներում 30-40 հազար մարդիկ են լինում ու այդ ամբողջ էներգիան երևի ամենա հետաքրքիր բանն է, որը հաճույք է պատճառում երաժիշտներին։ Ինչ լավ բան ասեցիր, որովհետև զգացողությունը որ տանն ես։ Այո։ Այդպես էլ ընդունում են ձեզ այնտեղ։ Հա, որտեվ հենց տենց էլ կա։ Իրականում տանն ենք։ Առհասարակ երգիչը, երաժիշտը, երբ որ սիրում են մարդիկ հավաքվում են, բնականաբար բոլոր վայրերում էր տանն ես համարում, որովհետև քեզ սիրող մարդիկ են մենակ գալիս։ Ու չես ուզում բեմից իջնել։ Ու չես ուզում ամենատխուր պահը վերջին երգը։ Ամենատխուր ու դժվար պահը բեմից իջնելն է ու այդ հաջորդ օրվա դատարկությունը։ Շատ դատարկություն, մի տեսակ շատ sense ուրիշ բան է, համ լցված ես էներգիայով, համ միևնույն ժամանակ շատ դատարկ։ Որովհետև դրան նախորդած շփաթներ փորձեր են անցնում, նկարահանումներ անընդհատ ու հետո արդեն իսկապես դատարկություն է գալիս։ Սոնա, դուք ընտանիքով շատ եք շրջում Հայաստանում։ Որ մարզն է նաև ֆեստիվալյան առանձնացել քեզ համար։ Որն է առանձնացել։ Բոլորն էլ առանձնացել են իրականում։ Առաջինը Վանաձորն էր, հիշում եմ, որ առանձնացավ նրանով, որ շատ քիչ էր մնում, որ ելույթս չկարողանայի ելույթին հասցնել, որովհետև մնացի վերելակի մեջ հենց համերգասրահի Այսինքն դու ինչ-որ տարբերակ ուշանալու պիտի գտնես ամեն տեղում։ Այդ անգամ վերելակներ։ Ես ճիշտ ժամին եղել եմ տեղում։ Ճիշտ ժամին պատրաստ եմ եղել։ Ուղղակի վերելակով այդ հյուրանոցային համալիր էր համերգասրահի հետևը։ Հետևի մասում, որտեղ որ պատրաստվում էինք։ Եվ իջնելու ժամանակ ես ու իմ ընկերուհի Մարին մնացինք վերելակի մեջ։ Ու դե ես հիմա ես պետք է ավանդական հարց տայի։ Իսկ ու պետք է ցանկանայի Մարի հետ շատ անհարմար էր իրականում, որտեղ պանիկան ինքն էր ստեղծում։ Բայց հասա ամեն ինչ բարեհաջող էր, դա մուտքն էր, մի քիչ այդպիսի զավեշտային մուտք էր, բայց հետագայում ամեն ինչ շատ հարթ անցավ բոլոր ֆեստիվալները։ Գավառինն եմ հիշում, որ հիանալի էր։ Առաջիներից մեկն էր Գավառի ներկայացուցիչ է այստեղը։ Եվ Գարիկի հետ բազմիցս եղել են Սիսյանինն եմ հիշում, որ բազմամարդ հրապարակ էր ու իմ ու Գարիկի մենահամերգներ։ Վերջինը մի քանի օր առաջ էր Թալինում։ Դա էլ ֆանտաստիկ է։ Ժողովրդական առանձնանում էր ինչով, որ ժողովրդական ես ուղղակի մտել էի ժողովրդական ծրագրի մեջ։ Դու որտեղ էլ լինես, ոչ մեկը չի Ես այնքան մեծ հաճույքով եմ երկու։ Մի հատ հարց կարելի է խնդրում թեմայից դուրս ծեվակ, բայց որ ասում գավառ չես ասում, չէ՞ գավառցի է։
Չէ, ասում եմ Քյավառցի, հա։ Հա, էլի просто գավառցի։ Եթերային գավառցի։ Գավառցի Դե իմ ասեք որտեղ էին ամենակեֆչիները։ բոլոր տեղերը չեմ կարող առանձնացնեմ։ Գավառում։ Հայաստանը բոլոր տեղերն էլ ուրախ է, հա։ Մարզերում բոլոր տեղերը մարդիկ, չգիտեմ, իրենց Առօրյան առօրյան ավելի ուրախ լինել, ավելի կոմպլեքսներից ազատվել են, բոլորը երգում են, ծափահարում են, չկա ոչ մի Ես հիշում եմ, որ Թաթայի համերգի ժամանակ վերջում անձրև սկսվեց ու այդ անձրևը, այո, ու այդ անձրևը հակառակը լրացրեց այն էմոցիաները եւ այն ինչ որ տեղի էր ունենում այդ հրապարակում, որտեվ անբացատրելի էր իսկապես։ Ինչ է կանում, երբ նման իրավիճակներ են լինում առհասարակ։ Հիմա այդ ժամանակ լավ էր, բայց Փարքաստու ֆեստիվալի ժամանակ ամեն ինչը շատ պրոֆեսիոնալ էր սարքած, թե բեմը, թե ամեն ինչը եւ անձրևը չխանգարեց։ Բոլորը ունեին զոհ, Բայց առանց դրա էլ բարում էին, բայց ինչ որտեղ երևի չէ նախ անձրևը այն ժամանակ սկսեց գալ ամենավերջին Այո։ երգի ոնց որ բանը հատուկ եղած լիներ, հրաբարություն էր էլի։ Բայց ունեցել ենք տենց դեպք, որ անձրևի պատճառով համերգի հենց սկսելուց առաջ ստիպված եղանք գործիքները հավաքել բեմի կողքերից, բեմը Հավաքեցին, քամին հավաքեց փոթորիկ։ Սպիտակում համերգ ունեինք հրապարակում եւ այդ փոթորիկի պատճառով ամբողջ բեմը, գործիքները այդ շատ վատ տարբերակն է, էլի, բայց Թաթայի դեպքում շատ սիրուն էր։ Իմ համերգը չէ պետք է լիներ։ Դու էլ պիտի երգեիր, Հա։ մեր Դու ամենտեղ Երկուսով Ես կիրովական էի հասել, տեսա բեմը գալիս է կիրովական։ Բեմն էր գալի մոտ, էլի, ոչ երկնում։ Ճանապարհին հանդիպեցիք ու համերգը կայաց։ Ու հասկացա, որ չենք ասում։ Հիմա լուրջ հարց տամ, թե պետք չի ասում։ Հա, վիսի։ Հանրայինի այդ թիմի հետ ինչպես եք աշխատում։ Հանրայինի թիմի հետ, Այո։ ես հանրայինի թիմի հետ արդեն աշխատում եմ 25 տարի։ Դա ծափարենք, ծափարենք իհարկե, որովհետև շատ մեծ թիմ է աշխատում։ Ես այստեղ ընկերներ ունեմ, որ արդեն 25 տարի եւ ավել հենց այս հրաշալի Տաղավարից շենքում սկսած։ ճանապարհ ենք անցել, մեծացել ենք։ Դե լավ, դու չես մեծացել։ Ես երբեք Ես էլ մեծանում։ ես չեմ մեծանալու։ Հավերժ երիտասարդ։ Հա, ինչ էի ուզում, ինչ հարցրեցիք։ Հանրայինից էի հարցնում, հանրայինի թիմի հետ ինչպես եք աշխատում։ Շատ հեշտ, շատ հավես, միշտ, ինչպես միշտ։ Հիշեցինք Թալինը, որովհետև օրեր առաջ հենց Թալինում տեղի ունեցավ հերթական ֆեստիվալը, թեման է ժողովրդական երգն ու պարը, իսկ հաջորդ ֆեստիվալը կանալու է օգոստոսի 15-ին ու այս անգամ կանգառն է Գորիսը, ինչպես մենք սիրում ենք ասել, ֆեստիվալի հերթական կանգառը Գորիսն է, որտեղ ելույթ է ունենալու Տաթև ասատրյանը։ Այս պահին եւ այսօր նա այստեղ չկարողացավ ներկա գտնվել, բայց մեզ ուղարկել է տեսավացիկ։ Համեցեք։ Բարև Հրաչուհի ջան, ցավոք հիմա գտնվում եմ Հայաստանից դուրս, դրա համար որոշեցի այսպես միանալ ձեզ եւ իմ հանդիսատեսին տեղեկացնել մեր հանդիպման մասին։ Մի խոսքով, Սյունիքում ապրող իմ սիրելի հայ ժողովուրդ, օգոստոսի 15-ին ես իմ մեծ թիմով առաջին ալիքի հետ միասին գալիս եմ դեպի Գորիս մեծ մենահամերգով։ Հրավիրում եմ բոլորից սիրելիներս տարվա ամենամեծ ֆեստիվալին Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում։ Ես ձեզ շատ սիրում եւ սպասում եմ մեր հանդիպմանը։ Կտեսնվենք։ Դե իսկ օգոստոսի 29-ին կհանդիպենք արդեն Ճամբարակում, իսկ թե ով կամ ովքեր են ելույթ ունենալու, կիմանաք հետևելով առաջին ալիքի եթերին կամ սոցիալական էջերին։ Ինչ է սպասում հանդիսատեսը նման փառատոների ժամանակ։ Սպասում է իրեն հարազատ դեմքերի ելույթները, սիրելի երգերը, ականջին հաճելի եւ ծանոթ, եւ ես շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում ֆորմատը շատ տարբեր է եղել, բայց միշտ լավ երաժշտություն է ներկայացվել բեմից, այսինքն սիմֆոնիկ նվագախմբ, Կարեն Սևակ բենդ եւ երգիչները, Սարոյի մենահամերգը, Թաթայի մենահամերգը եւ Սոնայի Combi Friends, իսկ մեր
մարզերի բնակիչներին, մարզերի հայրենակիցներին, ովքեր այդքան սպասում են եւ ծարավ են այս ամեն ինչով, մատուցվել է միշտ կենթանի նվագակցություն եւ երգ բեմից։ Շատ կարևոր։ Ես որպես մարզում ծնված մեծացած ուզում եմ իրենց անունից շնորհակալություն հայտնեմ հանրայինին եւ ֆեստիվալի գաղափարը ստեղծողներին, այդ մարդկանց, որ այդ շատ կարևոր բան է արվել, բոլորը սպասում են այնտեղ։ Ես մեծացել եմ այնտեղ մինչև 16 տարեկան ու գիտեմ այդ ապրումները, երբ որ քաղաքում տոն է լինում, սպասում են այդ համերգին, ցերեկվա ժամը 2-ից գալիս են արևի տակ, կանգնում են բեմի, որ դեմը կանգնեն, սպասեն, տեսնեն ինչ է լինելու, տենց։ Այո, ես միշտ հիմնականում իմ զագարները այդտեղ փոքր ժամանակ մեր գյուղում որ համերգ էր գալիս, դուրս միշտ ինձ վառված։ Իրոք ամենահաճելի պահը ամբողջ թիմին, եկեք ծափարենք, ես բրավո։ Չեմ կարող ես հարցը չտալ, այն զգացողություն է, երբ ժամանակին դուք եք կանգնած եղել հանդիսատեսի տեղում, իսկ հիմա արդեն դուք եք ու գիտեք այդ սպասում ու հիմա դուք եք կանգնում բեմում ու այդ տոնը նվիրում եք մարդկանց։ Ուզվում ենք։ Հել զագար դու չես ընդունում, բայց Չէ, ես իրականում հուզվել եմ առաջին անգամ, երբ որ մարզահամերգային համալիրում էր իմ համերգը, հիշեցի, որ գյուղից եկա հասա մարզահամերգային համալիր, չթողեցին ներս, ես չեմ հիշում ում համերգներ։ տոմս չունի։ Չներվենք, երևի տոմս չունեին։ Չուզվենք։ Հա, չթողեցին ներս։ Հետո գնացի, պարապեցի ու հետ եկա այն հնդկական կինոների պես Ռոքի Որ մարզում կցանկանայիք ելույթ ունենալ, որ դեռ ելույթ չեք ունեցել։ Ես թվում է մարզերում որտեղ դեռ չի եղել ֆեստիվալ։ Սիրով դա Բայց եղել են ֆեստիվալի շրջանակներում թե Այդպիսի մարզեր արդեն էլ չկան, բայց գուցե տեղանքները տարբեր լինեն։ Ես օրինակ ֆեստիվալի շրջանակներում մի հատ էլ բոլոր մարզերում համերգ կտայի։ Ես թվում է կարելի արդեն գյուղերին անցնել հիմա, էլի քաղաքներից վերջացնել։ Գյուղերին։ Դե 4 տարին թռավ, մենք էլ չհասկացանք թե ինչպես, բայց վստահ եմ, որ ծրագրեր կան, որոնք անպայման իրականացվելու են, եւ շնորհակալություն ձեզ այդ տոնը բոլորիս նվիրելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Սեփական երկրում զբոսաշրջիկ լինելը ոչ միայն հայրենիքդ, այլև ինքնությունը ճանաչելու ամենապարզ տարբերակն է։ Ֆեստիվալը ամեն տարի մի քանի անգամ մեզ հիշեցնում է այդ մասին։ Տալիս է ճանապարհային քարտեզն ու այն ներկում երաժշտական գույներով։ Իսկ մեզ մնում է միայն հետևել այդ քարտեզին ու ճանապարհ ընկնել դեպի սեր։ Շնորհակալ եմ, կհանդիպենք առաջինում։ Սերը մեզ կտանի Սիրուն քաղաքներ Քեզ համագար տասանի Կարծր սիրոնով խոսքեր Սերը մեզ կտանի Երջանկության հետ միտուն Որ կամիակ բանալի Դա է պահել իմ սրտում Սերը մեզ կտանի Տակու սիրուն քաղաքներ Համար կարտասանի Կարծր սիրոն օր խոսքեր